Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք, շարունակում ենք մեր եթերը եւ շարունակում ենք խոսել կարևոր ու հետաքրքիր թեմաների, ինչպես նաեւ իրադարձությունների մասին։ Ներկայացնենք մեր այսօրվա առաջին թեման, որի շուրջ զրուցելու ենք հյուրերի հետ, որոնք արդեն տաղավարում են։ Եվ այսպես Մատենադարանում 2025 թվականի հոկտեմբերի 29-ին մեկնարկեց Մխիթար Գոշի Գիրք Դատաստանի համաշխարհային հիշողության շտեմարանում արդի իրավունքի միջնադարյան ակունքները խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության դատախազությունը Մատենադարանի հետ համագործակցությամբ մանրամասները կիմանանք արդեն մեր հյուրերից։ Մեր տաղավարում են Զմարի պատրիարքարանի կղերի միաբանության մատենադարանապետ Լիբանանից Նարեկ Վարդապետ Լուիզյանը, Աստվածօգնական Աստվածվահաբան, եւ Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իրականում է շատ կարեւոր գիտաժողովի մանրամասները ներկայացնելու։ Երևի թե սկսենք հենց այդ դրանից, չէ՞, ինչպես որոշվեց անցկացնել նման գիտաժողով։ Դերևս 2024 թվականին հուլիսի 18-ին Մատենադարանում մի շատ պատմական իրադարձություն տեղի ունեցավ, հոգևոր ձեռագրական հայերեն հոգևոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչները իմի հավաքվեցին եւ քննարկելու հայերեն ձեռագիր ժառանգության աշխարհասփյուռ եւ նաեւ Մատենադարանում պահվող վերականգնման, պահպանության, ուսումնասիրության եւ հանրահռչակման հարցերը եւ խորհրդանշական է, որ հենց այդ հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը եւ այդպիսով նաեւ պետությունը իր պատրաստակամությունը հայտնեց նպաստելու այդ ժառանգության պահպանությանը եւ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս եւ այս նախընթաց 2 տարիներին մենք աննախադեպ ձեռքբերումներ արձանագրեցինք այդ ուղղությամբ, լինի դա Վենետիկում Մխիթարյան միաբանությունում, Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսությունում եւ նաեւ Զմարի պատրիարքական կղերի միաբանությունում եւ այս տարի, ինչպես գիտեք, Մատենադարանի հայտի հիման վրա Մխիթար Գոշի Գիրք Դատաստանին ընդգրկվեց ուրեմն աշխարհի հիշողության ռեգիստրում եւ մենք Հայաստանի Հանրապետության դատախազության հետ եւ կայծ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ որոշեցինք առիթը օգտագործել եւ արդի իրավունքի միջնադարյան ակունքներին վերաբերող միջազգային գիտաժողով կազմակերպել Մատենադարանում եւ հաշվի առնելով, որ Մխիթար Գոշի Գիրք Դատաստանի այդ կոթողային աշխատության ամբողջական օրինակի վաղագույն տարբերակը Զմարի պատրիարքական կղերի միաբանությունում էր, դիմեցինք միաբանությանը, համաձայնություն ստացանք եւ իրականության մեջ երկրորդ, այսպես ասած, պատմական իրադարձությունը տեղի ունեցավ, որի մասին հայ Սուրբը կարծում եմ ավելի մանրամասն կնշի, Մատյանը միաբանության գոյության շուրջ 280 տարվա պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եւ եկավ հայրենիք կարճ ժամանակով ցուցադրության եւ մենք հիմա առիթն ունենք ուրեմն Մատյանը ցուցադրելու, մնացել է ընդամենը 2 օր այսօր եւ վաղը Մատյանը նորից պիտի վերադառնա, բայց կարծում եմ նորից գալու պայմանով այսօր չեն։ Բայց վստահ ենք շատերին կհետաքրքրի, թե ինչ ճանապարհներով եւ ինչպես այս բացառիկ ձեռագրերը հասան հայրենիք, ինչպես նշեցիք։ Ինձ համար մեծ ուրախություն եւ բադիվ է այս ամառի երկրորդ անգամ հայրենիք լինել անշուշտ հրավերով Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի մեզ համար աննախընթաց եւ պատմական օր է, որովհետեւ ինչպես ասաց բարոն Վահեն Մխիթար Գոշի դատաստանակիրը գրվել է 1240 թվականի միջև օրս հնակույն օրինակն է արդեն 785 ամյա գնշենք Մատյանին վերջին 276 դարիներուն անիգա գտնվե մեր Զմարու պատրիարքական գղերի ցերակրադան մեջ եւ մեզ համար հայկաթույկը եկեղեցու պատրիարքության համար աննախընթաց դեպք է առաջին անգամ լալով Մատյան ցերակիրը ոչ միայն վանկեն դուրս գելե, այլ Լիբանանից դուրս գելե եւ գվերաթարնա դեպի մար հայրենիք Հայաստան, Մեսրոպ Մաշտոց Մատենադարան, այսպես դեպի լույս կարող եմ ասել, որովհետեւ ժողովուրդը հաղորդակից դառնա այս մեծ գիտնական Մխիթար Գոշի կանցին մեր վանկի ցերակրադան հավաքածոներու մեջ կոհարներեն մին է մեր աչքի լույսի նման 276 դարիներու ընթացքին բահեր բահբաներ եւ խնամած ենք եւ այսօր մեծ ուրախություն ունենք որ թեգուզ գար ժամանակվա ընթացքին կարող են մեր բոլոր հայրենագիցները կալ դեսնել եւ հաղորդակցիլ Մատյանին հետ Իսկապես իհարկե նաև շատ կարևոր աշխատություն է սա, մեր օրերում իր կարևորությունը եւս ունի, հետաքրքիր է թե ինչպիսի արդյունքներ են գրանցվել գիտաժողովը ամփոփելիս, ինչ զեկույցներ են եղել եւ առհասարակ ինչ թեմաներ են քննարկվել։
Ինչպես վերնագիրն արդեն հուշում է, արդի իրավունքի միջնադարյան ակունքներին էր նվիրված եւ շատ կարեւոր է նաեւ նրա միջազգային ընդգրկում, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության դատախազության հրավերով Մալթայի գլխավոր դատախազը եւս մասնակցում էր եւ մենք այս ուրեմն դատաստանագրքի այսպես էլեկտրոնային տարբերակ ուղարկել ենք եւ շատ հետաքրքրական է, որ նա կարողացել էր այդ կարճ ժամանակահատվածում իր զեկուցման մեջ անդրադառնալ նաեւ Գոշի դատաստանագրքին եւ զուգահեռներ անցկացնել ինչպես դեք միջնադարյան իրավունքը, հայ իրավունքը եւ ընդհանրապես միջազգային իրավունքը այսպես սերտորեն առնչվում են եւ այսպես կան կանոններ, որոնք թարգմանության արդյունք են, վերափոխման արդյունք են եւ շատ կարեւոր է ողջել այսօրվա իրավունքը որքանով է առնչվում միջնադարյան իրավունքին, ինչ նորմեր են, որոնք կարծես այսպես դարերի ընթացքում փոփոխվելով այսօր էլ շարունակում են իրենց գոյությունը եւ երկրորդ գիտաժողովը իր բովանդակալի զեկուցումներով շատ հարցերի պատասխան տվեց եւ նաեւ նախանշեց ապագա անելիքները, որպեսզի այս շղթան չդադարի միջնադարյան իրավունքի մասին խոսելու, որովհետեւ այսօր ցավոք սրտի գիտական ուսումնասիրություններ միջնադարյան իրավունքի վերաբերյալ շատ քիչ են արվում, սակավաթիվ են եւ մեր հույսն է, որ դատախազության հետ համագործակցությամբ մենք կարող ենք այս ուղղությունը առաջ տանել եւ ամենակարևորը պետք է հասարակության լայն շրջանակներին հասու դարձնենք ուրեմն Մխիթար Գոշի դատաստանագիրքը դա արվելու աշխարհաբար թարգմանությամբ, գիտաժողովներով, դասախոսություններով եւ Մատյանի ցուցադրությունը կարծում եմ լրացուցիչ եւ կարեւոր խթան է հանրության ուշադրությունը գրավելու համար։ Եվ մեկ կարեւոր իրադարձություն էլ եղավ, մենք աշխարհարչակ Բրիլ հրատարակչությունից ստացանք թույլտվություն վերահրատարակելու Ռոբերտ Թոմսոնի, հայագետ պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնի անգլերեն թարգմանությունը դատաստանագրքի եւ այսպես այն տարածելու հնարավորություն ունենք այսօր եւ հայագիտական եւ ոչ միայն հայագիտական շրջանակներին այսօր առավել հասու է այդ աշխատանքը։ Կարող ենք նաեւ ասել, որ Մխիթար Գոշի դատաստանագիրքը այսքան տարի հարյուրամյակներ անց միևնույն է հայկական իրավական դաշտում Հայաստանի հետքը, դիրքը ամրապնդում է եւ կարող ենք նաեւ ասել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը նաեւ օրենսդրական մակարդակում։ Գիտեք, երբ որ մեր մասնագետները ներկայացնում են Գոշի դատաստանագրքի այս կամ այն հատվածը, դահլիճում ներկա իրավաբաններն ասում են, որ այսա մերօրյա այս օրենսգրքի այս հոդվածն է, այն մեկ հոդվածն է, այսինքն բավական նմանություններ կան, հասարակական հարաբերություններ իրականության մեջ փոփոխվել են, բայց հիմքում կարծես նույնն են, ինչպես միջնադարում, այնպես էլ այսօր եւ Գոշի դատաստանագիրքը այդ իմաստով շատ կարեւոր է վերհանելու այն պատմական շղթան, որ կապում է միջնադարյան իրավունքը արդի իրավունքի հետ։ Նաև խոսենք ձեռագրի պահպանության խնդիրների մասին, թե ինչպես է պահպանվում այնտեղ Լիբանանում եւ այստեղ երբ տեղափոխվել է այլ միջավայր է, իսկ մենք գիտենք, թե որքան բարդ է պահպանել ձեռագիրը, որպեսզի չվնասվի եւ խնդիրներ չառաջանան։ Ուրեմն զմարու վանքը մշակույթի քրագանության գետրոն է, հիմնադրության առաջին օրեն մեր հայրերը, հայրաբետները շատ մեծ կարևորություն տված են հոգևոր մշակույթային եւ ազգային արժեքներու։ Մենք իմանում ենք, որ Ասմադյանը պատկանում է մեր առաջին հայրաբետին, Երջանկայիշատակ Աբրահամ Պետրոս առաջին, Արձևյան Գաթոյգոս Բադիարք, Դաննգելիգյո Գաթոյգե հայոց։ Եվ անշուշտ տարերու ընթացքին աչքի լույսով խնամած բահբանած ենք հատկապես մեծ եղերնեն յետք մեր հայրերը գվգայեն ինչպես ձգտված հակուսներով կամ վաճառականի ցևով գրգին կացած են այն վայրերը ուր չարտը տեղի ունեցած է եւ փորձած են մահվան կինով փրկել փողով մեծ գումարներ տված են հատկապես ոչ հայերու ցերկը ինգած մադյանները քյուրդերից օրինակի համար վերցուցած են ացերակիր մադյանները եւ բերած են մայրավան կետրոն եւ տարերու ընթացքին բահբանած են անշուշտ մեր աշխատանոցը մի քիչ համեստ է բախտադելով գետրոնին Մեսրոպ Մաշտոց Մատենատարանին բայց միշտ մենք կօգտվենք գետրոնեն ես կհամարեմ որ Մատենատարանը մայր է եւ մենք իր զավակներն ենք բոլոր գետրոնները Վենեդիկ, Վիեննա, Բոլիս, Երուսաղեմ մենք միշտ պիտի օգտվենք ագունքներեն հայրենիքեն Մեսրոպ Մաշտոց Մատենատարանեն մեծապես օգտակար գտարնան մեզի թուղթեր եւ մակրության այդ թերերը
դրամատրելով եւ մեր աշխատանոցի մեջ մեր կարողությանը չափ անշուշտ միշտ կփորձենք բահել բահբանել հատուկ գործիքներ դրածենք չերմության, որովհետեւ միշտ չերմության աստիճանը չի վնասե մադյանները ցերակիրները եւ նաեւ երկու պաշտոնյաներ ունենք մին ցերակիրներ գնորոք է մույսը հնադիպ գիրքեր ունենք 4050 ցերակիր հայկական անշուշտ եւ համացանակիր մգնկված է մատենատարանի հետ որ միշտ պիտի համագործակցենք եկած են անցյալ տարի գներեք որտեվ ես պաշտոնը նորը ստանցրել եմ 6 ամիս է աս պաշտոնի վրայեմ եւ մոտորեն նաեւ պիտի հրադարակվի ցուցակը մեր բոլոր ցերակրատան օգնությամբ անշուշտ մատենատարանին Մեսրոպ Մաշտոցի մատենատարանին Թեման իսկապես շատ հետաքրքիր է, ցավոք մեր ժամանակը շատ չէ ուղիղ եթերում, որովհետև հարցերը շատ են, բայց որպես ամփոփում եւս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, թե որքան ժամանակ ունեն բաց չթողնելու այս հնարավորությունը եւ սեփական աչքերով տեսնելու այս ծրագիրը։ Ցուցադրությունը այսօր եւ վաղը կշարունակվի Կիրակի ամսի 2 նոյեմբերի Մատյանը պետք է վերադառնա Զմարի պատրիարքական կղերի միաբանություն, բայց ինչպես առիթ ունեցանք երեք այսպես խոսելու այդ թեմայով նոր ծրագրեր կան եւ շատ հավանական է որ Մատյանը նորից վերադառնա հայրենիք խթանելու միջնադարյան իրավունքի ուսումնասիրությունները։ Խոստումով որ պետք է վերադառնա։ Շատ լավ, շնորհակալ ենք ձեզ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ որ ամենակարևորն է նման կարևոր աշխատանք կատարելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջի էլի հեռուստադիտողներ։